Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, հարգելի հետևորդներ, ցանկանում եմ 1-2 րոպե կիսվել հայ-ամերիկյան բիզնես կամուրջ ծրագրի մասին, որը մեկնարկվում է մայիսի 10-ին Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիա նահանգում, մասնավորապես այսօր տեղի է ունենալու Գլենդելի բիզնես համայնքի հետ հանդիպումներ, եւ դա շատ կարևոր network է եւ B2B, որի շրջանակներում հայկական ընկերությունները ոչ միայն կծանոթանան ամերիկյան գործարարների հետ, այլ նաեւ կկիսվեն իրենց փորձով, իրենց հնարավորություններով եւ նաեւ տեղեկատվությամբ ամերիկյան շուկա ինչպես մուտք գործել, ինչ գնային քաղաքականություն է այստեղ տիրում, ինչ իրավաբանական եւ սերտիֆիկացման ծրագրերով պետք է կարողանան աշխատել։ Ես ուրախ եմ, որ եւ շնորհակալ եմ, որ մենք ունենք այսչափ գրագետ, հավատարիմ, հուսալի գործընկերներ, որոնք իրենց ամբողջ ժամանակը ներ են դնում եւ կազմակերպում են նմանատիպ միջոցառումներ, նախագծեր, որպիսի հայ պատվիրակությունը կարողանա առավելագույնս ինֆորմացիա քաղել Միացյալ Նահանգներ մուտք գործելու եւ Միացյալ Նահանգներ բիզնես գործունեություն իրականացնելու համար։ Այո, այս նախագծերը շատ կարևոր նշանակություն ունեն եւ պետք է փաստեմ, որ 2014 թվականից մեկնարկված հայ-ամերիկյան բիզնես կամուրջ նախագծին մասնակցել են թվով 500 եւ ավել բիզնես ընկերություններ, որոնցից 78%-ը կնքել է պայմանագրեր եւ այժմ արտահանում է իր արտադրանքը Միացյալ Նահանգներ, այդ թվում նաև իր գործունեությունն է ծավալում Միացյալ Նահանգներում որպես outsource իրականացնող ընկերություն։ Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք այսչափ աշխատանք տանել, մշակել ծրագիրը, մշակել թերությունները, կատարելագործել եւ ընկերություններին տալ բավականաչափ աջակցման ռեսուրսներ։ Ես հիմա շտապում եմ համաժողովի դահլիճ, պիտի ասեմ, որ Կալիֆորնիայում սկսվել են շատ տաք ամառային օրերը, բայց ամեն անգամ գալով Կալիֆորնիա, հիանում եմ Կալիֆորնիայի բնությամբ, հիանում եմ Կալիֆորնիայի կանաչով, հիանում եմ ծաղիկներով եւ ահա պիտի ասեմ, որ շատ կուզենայի, որ Երևան քաղաքն էլ այսպես կանաչապատ լիներ։